Եվ Վահագն Ալեքսյան համեցիկ։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երբ որ այստեղից ասում եք պարոն Կարապետյան, որ մեր ժամանակվա քաղբանտարկյալները, Սերժի ժամանակվա քաղբանտարկյալները, Քոչյանի ժամանակվա Պարոն Ալեքսյան, խնդրում եմ մարդկանց դիմել անուն ազգանունով։ Սերժ Սարգսյանի ժամանակվա քաղբանտարկյալները, Քոչյանի ժամանակ, Ռոբերտ Քոչյանի ժամանակվա քաղբանտարկյալներ, այստեղ մի անկյոնակարային բան կա, պարոն Կարապետյան, մեր օրոք քաղբանտարկյալներ չկան։ Չեն եղել, չկան ու վստահեցնում եմ ձեզ, որ չեն լինելու, ինչի եմ դա ասում, որտեվ այստեղ Տիկին Ջուլհակյանի այդ հարց պատասխանի ժամանակ, պարոն Ասլանյան, դուք քաղբանտարկյալ չեք եղել, դուք 60 հոդվածի հող եք օտարել։ Այստեղ հարց պատասխանի ժամանակ Տիկին Ջուլհակյանին հարցնում են, ասում են, այ Գոհար Ղումաշյանը ու ներկայացնում են էլի որպես քաղբանտարկյալ, ու ներկայացնում են էլի որպես քաղբանտարկյալ։ Ես եմ հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել Գոհար Ղումաշյանի հետ։ Հրապարակվել է ձայնագրությունը, որոնց պարզվել է, որ ապրիլ ամսին 2026 թվականի Տիկին Գոհար Ղումաշյանը ձեր թիմի անդամ Ռոզալիա Աբգարյանին, երկրորդ համաշխարհայինի վետերան տիկնոջը հեռախոսով իր մասին խոսելուց ասում է, դե տելևիզորը չտանք, եկեք փող տանք, տելևիզորն ինչ է անում, բան, դե գնացել է քնչականը, ասել է, բա չի կարելի, ընտրությունը հայտարարված է, բարեգործության արգելք եք խախտում, բան, Գոհար Ղումաշյանը ասել է, ոնց, Ժորժ ջան, մի րոպե լը, ես ծնունդին նվեր էի տալի Տիկին Ռոզալիա Աբգարյանին, ապրիլ ամսին 2026 թվական։ Այս ամեն ինչի ֆանտաստիկան գիտեք որն է, որ հարգարժան Տիկին Ռոզալիա Աբգարյանի ծնունդը գուշակեք երբ է։ Հունիսի 17-ին։ Հունիսի 17-ին ծնունդը եղել է 2025 թվականի, բայց ընտրություններից 1.5 ամիս առաջ հարգարժան պատվելի Տիկին Գոհար Ղումաշյանը հիշել է, որ պետք է նվեր տա, եւ հետեւաբար այդ նվերի համար նրան ձերբակալելը քաղաքական հետապնդում է, լուրջ ժողովուրդ։ Ես ձեզ անկեղծորեն խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի վիրավորեք մեր բանականությունը, ժողովուրդ ջան, որտեվ այն ինչը դուք եք ասում, դա վիրավորում է մեր բանականությունը։ Օրինակ Հայաստան դաշինքը արդեն փորձված է այս առումով։ Պարոն Արթուր Խաչատրյանը գիտի, որ երբ որ բացում է այդ թեման, ինքը ակնհայտ ձեզ բան ասում, երբ որ ինքը բացում էր այդ 29743-ի թեման, ինքը կանխազգում էր իր մեջ ներսում, կարող ինքը ականջալուր չէր իր ներսի ձայնի, բայց ես վստահ եմ, որ պարոն Խաչատրյանի ներսի ձայնը իրան այդ պահին sense շատ կոնկրետ հուշում էր, ասում էր՝ մի բացի այդ թեման, մի բացի տակն ենք մնալու։ Չլսեց։ Հիմա ես ձեզ եմ խնդրում, հարգելի գործընկերներ, ամեն անգամ, եթե հանկարծ ձեր ներքին ձայնը կասի, որ պետք չի ինչ-որ թեմա բարձրաձայնել մեր հետ քաղաքական բանավեճերում, լսեք, անկեղծորեն եմ ձեզ ասում, որովհետև իմ տպավորությունն է, որ այդ ներքին ձայնը առնվազն ձեզ չի խաբի։ Հաջորդը քյաբաբների մասին եք խոսում, պարոն Կարապետյան, ես այդ ձայնագրությունը հիշում եմ։ Այդ ձայնագրությունը հետևյալի մասին է, մեկը զանգում է ձեր կուսակցության ներկայացուցիչին, ասում է, բա փողերն ինչ եղավ, փողերը երբ ես տալու։ Նայել ասում է, այս բացկապով ես ինչեր ես ասում։ Նայել ասում է, լավ, փող չեմ ասի, կասեմ քյաբաբ չես բերելու, բա։ Հիմա դուք փորձում եք մեզ համոզեք, որ այդ խոսակցությունը ամբողջությամբ աներ, փեսա, հարգարժան, պատվարժան, ես աներ չունեմ, ճիշտ է, հարցնացություն ունեմ, բայց դեռ ամուսնացած չեմ, աներ չունեմ, բայց չեմ պատկերացնում այն կոնտեքստը, որում պետքա փողին քյաբաբ ասելու խնդիր լուծել։ Այսինքն պարոն Վարդևանյանի իրաց արտահայտությունն է կոնտեքստից կտրված է։ Սիրելի մեզ դիտող քաղաքացիներ, խնդրում եմ պատկերացնել, ցած մտավարժանք անենք, էլի ինչ որ մի կոնտեքստ, որ դուք ձեր բարեկամի հետ խոսելուց թեկուզ փողին քյաբաբ ասելու ինչ որ տենց խիստ անհրաժեշտություն տեսնեք, կամ փողի մասին ձեր աներոջ հետ փողի մասին խոսելուց ինչ որ փակ կապի անհրաժեշտություն տեսնեք։ Դա միակ դեպքի այդ որ Զոքաչը պետքա չիմանա դրա մասին, բայց դա էլ չեմ կարծում, որ այդ դեպքն է։ Եվ այնուամենայնիվ, հարգելի ընկերներ, այդ ամբողջ ձայնագրությունները, որ լսում ես, իսկ այդ ամբողջ ձայնագրությունների մասով, եթե ինչ-որ մի հատ սերիալ նկարահանվի, այդ սերիալի անունը պետք է լինի «Խես բաց կապով զանգել»։ Բաց կապով սենց բաներ մի խոսա։ Այդ պետք է լինի այդ սերիալի անունը։ Անկեղծորեն եմ ձեզ, ու ամենահետաքրքիրն է նա, սիրելի ընկերներ, որ անկեղծորեն իմ կարծիքով դուք ձեր կուսակցության շարքերի վերապատրաստման խնդիր ունեք։ Որտեվ ուղիղ 4 ամիս այդ մարդիկ այդ զապիսներում ասում էին բաց կապով տենց բաներ մի խոսա ու ձերոնք մեկա շարունակում էին։
Մեկը շարունակում էին, ասենք այդ ինչ, ես անկեղծորեն բան եմ ասում, էլի, եթե ինչ որ մի կուսակցության շարքերի կարգապահությունը այդ մակարդակի վրա է, այդ կուսակցությունը չի կարելի վստահել երկրի իշխանությունը, հարգելի գործընկերներ։ Անկեղծ բան եմ ասում, եթե ձեր շարքերի կարգապահական վիճակը այդ է, դա շատ վատ է, դա ցավալիորեն վատ է։ Հաջորդը Հա, էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ վիրավորանքներ էին այնտեղ հնչում պատերազմի վետերանների հասցեին։ Կատարյալ խայտառակություններ ուղղակի։ Այն չեմ խոսում այն մասին, որ ասում էր ոչխարի պես առաջը սարած տանում եմ ցույցի։ Խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Ձեր ցույցին եկող մարդն է։ Նույնիսկ փողի դիմաց է ենթադրենք, ձեր ցույցին է գալի։ Փողի դիմաց, բայց ձեր ցույցին է գալի։ Գալիս է ձեզ լսի, հասկանում եք, այդ մարդու մասին, երբ որ ասում են ոչխարի պես առաջ սարած տանում եմ, ախր այն մնացածն է դա լսում են, չէ՞։ Այդ ցույցին ինձ թվում է կային մի քանի հոգի մարդ, որ օրինակ առած փողի են գնացել։ Այդ մարդիկ իրանք վիրավորված են զգում, չեն ուզում գնան այդտեղ։ Կանդասի մասին ինչեր էին ասում ձեր շտաբում։ Մարդասպանության մեջ մեղադրեցին ձեր շտաբի ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում, ճիշտ ասին, որ Տիկին Հովսեփյանն է հերոս սարքել, թե չէ նա ինչ հերոս, ձերոնց ասածներն եմ ասում միայն։ Ու տենց ձեր նախընտրական պաստառների երկրորդ մարտն էր պարոն Սամվել Կարապետյանից հետո։ Հայաստան դաշինքը ընդհանրապես sense չմտածեք էլ իրենք ընտրակաշարքից բան են։ Հայաստան դաշինքի թեման առհասարակ հետաքրքիր է։ Այնտեղ երկու падգամավորության տեխնացու ցուցակի ներկայացուցիչ մեկը մյուսին ասում է, հա լավ, դե ջեբը 40,000 փող կդնես, նա էլ ասում է, բայց ոնց որ 3 ընտրող են, 5 էլ չէ։ Տենց է, եթե 3 ընտրող են, ջեբը 40,000-ը կարած չդնես։ Հա, մյուս զայնագրությունը։ Մի հոգու փող են առաջարկում, ասում ախպեր, ես գործ չունեմ, չեմ ընտրելու։ Ինչ ասեն, որ լավ լինի։ Ասում են, գողերը պրագոն են ֆրցրել, որ ով ԿՊ-ին ընտրի ու հայհոյանք։ Հիմա ես ուզում եմ տեսնեմ այդ գող ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, բեմի փոշի ասեմ, ինչ ասեմ, այդ մարդուն, ով փաստացի 730,000 մարդու փաստացի տենց հայհոյանք կա տվել, հա։ Նստած է այդ տղեն, այդ գողը, նստած է, որտեղ է նստած։ Պարոն Ասլանյան, դուք այս թեմաներից լավ եք այդ նստել բանից, նստած է այդ պրագոն պտտացրած, պրագոն հայերեն ոնց է, հրովարտակ։ Հա, հրովարտակ։ Հրովարտակ պտտացրած քրեական ենթամշակույթը կրող անձը, որ նստած է, որտեղ է նստած։ Հա, շրջաբերական, Հա, իդեպ, Հայաստան դաշինքի կազմում նոր падգամավոր կա, Սևակը Խաչատրյան, իր ընտրությունների ժամանակ էլ է տես դեպք եղել, էլի ձայնագրությունը կա, էլի հրապարակված է, որ ինչ որ մեկը ասում է քֆուր կդնես վրան, որ ԿՊ ընտրողի սենսն ունենցը։ Հարգելի գործընկերներ, ես չգիտեմ, թե քանի անգամ պետք է դուք այս փոცხի վրա կանգնեք ու հասկանաք, որ երբ որ դուք փորձում եք ձեր ներկայացուցիչները փորձում են քաղաքացու վրա ձեր իսկ աջակիցների բառերով ասած հայհոյանք դնել, որպեսզի նրանք ԿՊ չընտրեն։ Քաղաքացին այդ հայհոյանքը շատ սիրուն։ Զետեղում է քվյաթերթիկի մեջ։ Այսպես սիրուն։ Ծալում է այդ քվյաթերթիկը ու իր սրտի մաղթանքներով ուղված ձեր այդ ներկայացուցիչներին հայհոյանք տեղադրող։ Նետում է քվյա խուցը։ Հետո ես վստահ եմ ձեր ներկայացուցիչները այդ հայհոյանքը ինչ որ մի բանով, հենց այդ բաներն ասող էլի ներկայացուցիչները այդ հայհոյանքը բանով, տիեզերքի ուժով կամ սիներգիայով Ռոբերտ Քոչարյանից իրաց բառերից այդ հայհոյանքը իրանք զգում են իրանց մաշկի վրա։ Ես դրանում ուղղակի վստահ եմ, հարգելի գործընկերներ։ Բայց մի կարևոր բան ստեղ բաց մնաց։ Տիկին Գրիգորյանն ասում է, մեր քաղաքացիները մեզ չեն քվեարկել, որ մենք գանք ստեղ սահմանադրությանը կողմ քվեարկենք։ Տիկին Գրիգորյան, քաղաքացիները բոլորինս են ու մենք էլ մեր քաղաքացիներին ենք։ Քաղաքացիները նախարհասարակ դուք սահմանադրությանը չի որ պետքա քվեարկեք։ Դուք պետքա քվեարկեք սահմանադրական հանրաքվե նշանակելու մասին որոշման համար։ Այսինքն պետքա քաղաքացիներին քվեարկելու իրավունք տալու համար քվեարկեք։ Բայց ակնհայտ է իմ համար, հա, որ Քոչարյանը քաղաքացիներին ընտրության հնարավորություն, հա, տենց այդքան հավանական բան չի, որ դուք ուզենաք, որ քաղաքացիները իրենց կարծիքը ասեն։ Բայց այդ անկախության հռչակագրի կոնկրետ որ կետի հղումն եք ուզում, որ մշտապես պահպանվի, սիրելի գործընկերներ։ Անկախության հռչակագրի մի հղում կա, մի կետ կա, որը որ այստեղ բաների դեբատների առիթ է դառնում։ Հավատարիմ մնալով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդների վերավիավորման մասին սոցիալիստական հանրապետության միավորման մասին կետին։ Այսինքն դուք գտնում եք, որ դա պետք է արձանագրված լինի մեր սահմանադրության մեջ։ Հետո երբ որ ձեզ ասում ենք պատերազմի կուսակցություն, նեղանում եք։ Հիմա այստեղ բարձ հարց եմ տալիս։ Դուք գտնում եք
որ Հայաստանի մի վարքյան մի ընդհատեք, պարոն, դուք գտնում եք Հայաստան դաշինք եւ ուժեղ Հայաստան դաշինքներ։ Բարձ հարց եմ տալիս. Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի Գերագույն խորհուրդների այդ որոշմանը հավատարիմ մնալով, թե ոչ։ Խնդրում եմ պատասխանեք։ Շնորհակալություն։ Դավիթ Ղազինյան, նախապատրաստվի Գեգամ Մանուկյանը։ Քարտուղարությանը ասեք կասենից։